Նախ Սամվել Կարապետյանի շուրջ մի փոքր առաջ կատարվողի մասին Վրդեմ եթե առաջ կամ դուք առաջ սա Փաշինյանի ուղիղ հրահանգով փաստորեն մի քանի անգամ նմանատիպ դեպքերի են ականատեսվում, երբ որ թիրախավորվում են կոնկրետ մարդիկ։ Տեսեք, սա մեծ շղթայի էս 7 տարիների ընթացքում ապօրինությունների ու իրավապահ համակարգի որպես գործիք օգտագործման քաղաքական հակառակորդների դեմ եւս մեկ արար է, պարզապես ինչ է փոխվել։ Առաջ ինչ-որ փորձում էին կոծկեին, ինչ-որ ներկայացնեին իբր իրանց հրահանգը չէ։ Հիմա ուղիղ, նույնիսկ երբեմն եթերով հանձնարարվում է հետապնդում սկսել այս կամ այն հայրենասեր գործչի նկատմամբ։ Մանավանդ ֆիքսենք, որ այն արտահայտությունը, որ եկեղեցու պաշտպանության համար արել էր Սամվել Կարապետյանը, որևէ կերպ, որևէ սթափ կամ գոնե սթափին մոտ տրամաբանության մեջ չէր կարող ընկալվել այն աբսուրդային հոդվածով, որը փորձում են այս պահին կարել Սամվել Կարապետյանի հանդեպ։ Գիտեք, այս տարիների ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ մարդիկ փորձում էին ասել դե այս պարագայում էսպես չի, այս պարագայում էսպես չի, այս պարագայում ինչ-որ իշխանության հետ կապված խնդիր կա եւ այլն։ Այս պարագայում հո միանշանակ է, որ Սամվել Կարապետյանը եկեղեցունի պաշտպանություն հայտարարության համար ենթարկվում է այն հետապնդումների, որոնք մեկնարկել են 3։ Չնայած ես չեմ կարծում, որ Կարապետյանների ընտանիքի համար դրանք հետապնդում են կամ առհասարակ որևէ հայրենասերի հնարավոր է վախեցնել նման գործողություններով։ Ասում է, որ ամենևին այդ հայտարարությունները պատճառ չեն, ինքը հիբրիդային անվտանգության հարց է լուծում, նաև այս համատեքստում եւ հանուն Հայաստանի պետականության է պայքարում, մի քանի անգամ պետականություն բառը շեշտելով այդ պայքարը ավելի է իրատեսական Փաշինյանի կողմից դառնում։ Սա նույն տրամաբանությունն է, օրենք 7 տարի է խոսում են ինքնիշխանության մասին, ու այդ սուվերեն տղաներն ու աղջիկները արել են այնպես, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս չի հանդիսանում սուբյեկտ միջազգային հարաբերություններում եւ փաստացի դառել է օբյեկտ, առանց մեծ որոշումներ են կայացում։ Ես չեմ կարող զուգահեռ չտանել այն դեպքի հետ, երբ ինքը փորձում էր ասել մենք Ադրբեջանի պահանջով չեն սահմանադրություն փոխում, բայց մի քանի ամիս հետո սկսեցին սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Հիմա էլ ասում է, թե իբր Փաշազադեի կոչով չի հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը սկսել, բայց փաստացի մի քանի օր տարբերությամբ կատարում է Փաշազադեի հրապարակային հրահանգը, այնպես որ իրենց ասելուն ոչ մեկ չի նայում։ Պարման մի հարց տեսեք, ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը քաղաքով իշխանությունը հավակնողի, այսպես հավակնելու վտանգ է տեսնում, կուզեի դա մեկնաբանեիք եւ Վիկիպեդիային պատերազմը, գիտեք, բազմիցս խոսել են հատկապես Ռուսաստանից եկող մեսիջների մասին են խոսել եւ նաեւ այս հարցին խոսում ենք պատասխանել Սամվել Կարապետյանը հայտարարությունը տարածել, որտեղ այսպիսի նախադասություն համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից։ Արդյոք սա նաև քաղաքականապես համախմբվելու, չգիտեմ, այդ ելքը առաջնորդելու հավակնությունն է, հա։ Վերջից սկսեմ, քանի որ 3 հարց էր։ Ես կարծում եմ, որ պարոն Կարապետյանը իր հայտարարության խոսքերը Աստված առաջ կկարողանա ինքը մեկնաբանել, բայց ինչ վերաբերում է համախմբվելուն, նայեք ձեր շուրջը։ Քաղաքական գործիչներ, մշակութային գործիչներ, քաղաքացիներ, պարոն Կարապետյանի կամ Կարապետյան ընտանիքի աջակիցներ այստեղ հավաքված են, համախմբումը մոտ այսպիսի տեսք ունի իմ ընկալմամբ։ Երկրորդ հարցը, ես ասացի, որ իր հայտարարության մեջ տեղ գտած խոսքի է, պարոն Կարապետյանը վստահ եմ, որ ինքը հնարավորություն կունենա մեկնաբանելու ձեր երկրորդ եւ առաջին հարցերը։ Շնորհակալություն, հիշեցի։ Ես համարում եմ, որ ոչ միայն քաղաքական վտանգներից ազատվելու ճակերտների մեջ համար է Փաշինյանը օգտագործում իրավապահ համակարգը, այլ նաև ցանկացած հայրենասեր մարդու, ցանկացած ազդեցիկ, ցանկացած իրենից որևէ բան ներկայացնող, հարգանք վայելող, երկրի համար որևէ բան արած եւ ամենակարևորը բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր ինքը գիտակցում է, որ թույլ չեն տա եւս մեկ հայրենավաճառության, եւս մեկ ապազգային որոշման կամ գուցե առաջիկայում տեղի ունեցող հանդիպման ընթացքում հերթական հանձնման կամ
ասպես ասեմ, դա արտաքին քաղաքականություն, դա բանակցություն անվանել չի կարելի։ Ալիևի կամ Էրդողանի հանձնարարականները կատարելուն իրեն կարող են խանգարել։ Էնպես որ արշավները սկսում են եւ տեսանելի ազդեցիկ քաղաքական, հասարակական գործիչների, բարերարների, եկեղեցու եւ կառույցների նկատմամբ, որովհետեւ Փաշինյանը ատում է ցանկացած ազգայինը։ Սա այն ինչի մասին մենք հիմա խոսում ենք, վերքաղաքական գործընթացներ են։ Եկեղեցին էլ քաղաքականության հետ կապ չունի, դա ազգային նկարագիր է, դա ազգային արժեք է, ու ինչպես ցանկացած ազգային բան, Փաշինյանը փորձելու է դա վերացնել, խարխլել, իր միջամտությամբ վտանգել։ Պարոն Մամիջանյան, այդ դեպքում ինչ կապ ուներ Աբազյանի պաշտոնից հեռացնելը, արդյոք դուք կապում եք 3 տեղի ունեցած հետ, քանի որ ազգային անվտանգության ծառայությունը եւս Կարապետյանի տան մոտ է գտնվում, եւ արդյոք վերջինս չի կատարել Փաշինյանի որևէ հրահանգում։ Գիտեք, ես տեղեկություն չունեմ, որպեսզի վստահաբար կարողանամ մեր համակարգացիներին այն հայտնել, ամենայն եւ հարգանքս մեր քաղաքացիների նկատմամբ թույլ չի տա չճշտված տեղեկություն տարածել, բայց ես ունեմ բարձ դրամաբանություն եւ մի քանի ժամ տարբերությամբ տեղի ունեցած իրադարձությունները ունակ եմ իրար հետ կապել, բայց նորից ասեմ, դա ընդհանրապես ազգային ժողովում ասաց, որ հնարավոր չէ, որ ղեկավարը իր հրանգը չկա։ Սա կլինի պատմության մեջ առաջին անգամ, երբ Փաշինյանը սուտ է ասել։ Մյուս այդպիսի դեպքեր չեմ հիշում։ Թե ինչ է ասել Փաշինյանը, բացարձակ կարևոր չի։ Ճիշտ է, որ ասեմ, մեծ հաշվով արդեն տևական ժամանակ է կարևոր չի։ Ինքը անում է այն, ինչ ծրագրել է, այն ինչ պատրաստվում է։ Միակ հարցը, որ այստեղ մնացել է բաց, թե մենք հայրենասերներս դրա հետ կապված ինչ ենք անելու։ Ուրիշ էլ հարց իմ կարծիքով չկա։ Պարոն Մամեջանյան, ներողություն, ես մի հատ հարց տամ։ Այսօր պարոն Փաշինյանը եւս մեկ գրառում արեց, որ ինքը չի կարող եւ չի պատրաստվում եւ մինչ օրս պատերազմ չի հրահրել եկեղեցու դեմ։ Կարող ենք համարել, որ կրքերը հանդարտվել են պարոն Աբազյանին աշխատանքից հեռացնելու եւ պարոն Կարապետյանի նկատմամբ այսպիսի վարույթ նախաձեռնելուց հետո։ Մենք գտնվում ենք դատարանի բակում, որտեղ քննարկվում է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը։ Ձեր կարծիքով կրքերը հանդարտվել են։ Ես կարծում եմ չէ։ Եվ ես նոր ասացի, որ իր հայտարարությունները էական չեն։ Եվ որպես զուգահեռ էլի, Սամվել Կարապետյանը պաշտպանել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին իր հայտարարությամբ։ Դրա համար իրեն հիմա փորձում են կալանավորել։ Սրանից մի 2 շաբաթ առաջ ակնհայտ ալկոհոլի նկատմամբ հակումներ ունեցող մի էակ հանդգնել էր գնալ ֆիզիկապես գնալ հայ առաքելական եկեղեցու սպասավորի վրա հարձակողական գործողություններով։ Ինքը ազատության մեջ է, ենթադրաբար հարբում է, ինչպես միշտ, իսկ Սամվել Կարապետյանը այս պահին գտնվում է դատարանում։ Այս է Հայաստանի նկարագիրը երկու նախադասից։ Պարոն Մամիջանյան, ինչ սպասել Անկարային տեղի ունեցող հանդիպումից եւ արդյոք պարոն Փաշինյանը Արցախը հանձնեց, արդյոք նա գնում է Անկարա հանդիպան, որպեսզի սուլիթ։ Եթե կարճ պատասխանեմ ձեր հարցին, ապա ոչ մի լավ բան։ Առհասարակ, երբ որ Փաշինյանը մասնակցում է որևէ միջազգային հանդիպման, թեկուզ Հոնդուրասի հետ, ինքը տարբերակ կգտնի հող հանձնելու։ Վարկյան անգամ չկասկածեք Փաշինյանի հողահանձնության ունակությունների վրա, այս եթե կատակով։ Իսկ եթե լուրջ, ապա նորից մենք չունենք պաշտոնական որևէ տվյալ, մենք ունենք առանձին մի քանի փաստեր։ Փաստ համար 1, ամսի 19-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը լինելու է Անկարայում։ Վերջնակետը, թե երբ է ինքը վերադառնալու Բաքու, հրապարակված չէ։ Ամսի 20-ին Փաշինյանը լինելու է Անկարայում եւ ըստ որոշ տեղեկությունների այնտեղ կերկվելու են թե խաղաղության Տիկին Զոհրաբյանին իր եթերը քիչ էր, մենք քիչ էլ իմ եթերի հաշվին քայլեց։ Եվ այնտեղ ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների քննարկվելու են խաղաղության, այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման կետերը ըստ 24 News լրատվականի քննարկվում է 2 վայր ստորագրման, Վաշինգտոն կամ Էմիրություններ, քննարկվում է 2 ժամկետ, աշուն կամ ձմեռ, եւ ամենաեականը քննարկվում է, որ այդ գործարքի մաս է կազմելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավի իրենց պատկերացումներով ավարտը եւ Հայաստանի անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղադրիչներից մեկի ռազմաբազայի, որը չեմ կարծում, որ կարիք կա բացատրելու թե ռուսական ռազմաբազան ինչ կարևոր դերակատարում ունի մեր անվտանգային ճարտարապետության մեջ, վերացումը։
ես դրան կհավելեմ նաև, որ ամենայն հավանականությամբ Փաշինյանը նաև կստորագրի կամ կմեկնարկի կամ պաշտոնապես կհայտարարի, որ մեկնարկում է Մինսկի խմբի լուծարման գործողությունը, որը ինքնին ենթադրում է Արցախի էջի արդեն ներողություն եմ խնդրում դե յուրե փակումը Փաշինյանի կողմից։ Ահա այս են իմ ակնկալիք վառված բառը այս բարագայում մտավախությունները հետ հանդիպման հետ կապված եւ նորից վերադառնամ նրան, ինչ մի քիչ առաջ ասեցի, թե ինչ է անելու Փաշինյանը ակնհայտ է։ Այդ մարդը հայկական թուղթ է ստորագրում անգամ առանց Ալիևի մասնակցության, ուզում հիշեցնել նախորդ զարգացումները։ Այստեղ մենակ մի հարց է մնում։ Մենք հայրենասերներս դրա հետ կապված ինչ կանենք։ Կարծում եմ, որ առնվազն ցասման արտահայտման, արդար ցասման արտահայտման եւ գիտակցման, որ Փաշինյանից որևէ լավ բան ակնկալել հնարավոր չի, հասարակության ճնշող մեծամասնությունը արդեն իսկ որոշում կայացրել է։ Ես դες ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի այս պահին վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Հայաստանի Հանրապետության ամեն երրորդ քաղաքացու կարծիքով դավաճան է։ Ոչ թե ցածր ռեյտինգ ունի, իրականում ցածր ռեյտինգ ունի, դա առանձին պատմություն, բայց Հայաստանի Հանրապետության ամեն երրորդ քաղաքացին իրեն համարում է դավաճան։ Կարծում եմ դրանից ավելի լավ նախադրյալներ այս ազգային գործընթաց հավաքին հասցնելու համար գոյություն չունի եւ բնականաբար լինելով Հանրապետական կուսակցության անդամ եւ իմանա, ինչպես գիտեք, մենք նախաձեռնել ենք իմպիչմենտի գործընթաց, մենք համարում ենք, որ իմպիչմենտը լավագույն գործիքն է մեր բոլորի, սա արդեն նպատակել չի, սա երազանք է, գեր նպատակ է, իշխանափոխությունը իրականացնելու համար։ Փաշինյանը կարծում է, որ իմպիչմենտը չի հաջողվի, ինչ է կարծում։ Ես խորապես թքած ունեմ, թե ինչ է կարծում որ Փաշինյանը։ Եվ սոցիալային պայքար սկսել եւ արդյոք սկսել։ Մենք հիմա որտեղ ենք, որը գտնվում է փողոցում։ Փողոցային պայքարի կան շատ տարբեր միջոցներ ու ես համարում եմ, որ դրանցից յուրաքանչյուրը սկսած 100,000 հոգանոց հանրահավաքից եւ վերջացրած 50-100 հոգանոց թիրախային եւ արդյունավետ ակցիայից բոլորը իրենց արդյունքը տալիս են։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 18 թվականի ապրիլի 25-ից սկսած բոլոր իրական ընդդիմադիր գործընթացներին մասնակցել է իր ուժերի ներածից մի փոքր ավելով եւ նույնը մենք պլանավորում ենք անել եւ հաշվի առնելով ընթացիկ գործընթացները նաեւ այս անգամ ավելի նախաձեռնողական կեցվածքով, այսպես ձևակերպել։ Շնորհակալ եմ։